Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 20։ Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորթուբորթ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյանի գերը։ Եսայի 45-րդ գլուխ 2-րդ խոսք։ Այս խոսքը նախատեսված էր Կյուրոսի համար, բայց այն ընդմիշտ կմնա Տիրոջ բոլոր հոգևոր ծառաների ընթացքի համար։ Եկեք առաջ շարժվենք հավատքով, և մեր ճանապարհը կմաքրվի մեր առջև։ Մարդկային նենգության և սատանայի խորամանկությունների կողմից ստեղծված ոլորապտույտներն ու շրջադարձները կուղղվեն մեզ համար։ Մենք ստիպված չենք լինի հետևել նրանց մոլորեցնող ուղիներին։ Պղնձե դարպասները կփշրվեն, իսկ երկաթե նիգերը, որոնք դրանք պահում էին, կկոտրվեն։ Մեզ պետք չէ լինել ոչ խոյ, ոչ էլ լծակ։ Տերն ինքը կիրականացնի անհնարինը մեզ համար և անսպասելին կդառնա իրականություն։ Թող որ երկչոտությունը չկլանի մեզ։ Եկեք առաջ գնանք պարտականության ճանապարհով, քանզի Տերն ասել է. «Ես կքայլեմ քո առջևից»։ Մեր գործը չէ հարցնել ինչու, մեր գործն է միայն համարձակորեն առաջ ընթանալ։ Դա Տիրոջ գործն է, և նա է մեզ տալիս այդ իրականացնելու ուժը, քանզի բոլոր խոչընդոտները նահանջում են նրա առջև։ Միթե նա չի ասել կփշրեմ պղնձե դռները։ Ինչը կարող է խանգարել նրա նպատակին կամ խոչընդոտել նրա որոշումներին։ Նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, ունեն անսահմանափակ ռեսուրսներ։ Ճանապարհը բաց է հավատքի համար, թեև փակ է մարդկային ուժի համար։ Երբ Եհովան ասում է «Ես կանեմ դա», ինչպես նա քանի անգամ կրկնում է այս խոստման մեջ, մենք չպետք է համարձակվենք անգամ կասկածել այդ խոսքին։